Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, դեռևս պարզ չէ, թե որն է այս որոշման պատճառը, մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում, շատերը կարծում են պատճառը 3 ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի հետ կայացած դեպքերն էին։ Այստեղ էլ տեղեկությունները իրարամերժ են։ Այսօր առավոտյան իշխանամետ լրատվամիջոցներից մեկը գրել է, թե Կարապետյանը ձերբակալվել է, սակայն քիչ առաջ ոստիկանության բաժանմունքից դուրս եկան Կարեն Կարապետյանը եւ նրա որդի Նարեկ Կարապետյանը։ Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցելու ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Պարոն Սաքունց, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Շնորհակալություն, ողջույններ Տիկին Սիրանուշ։ Եվ այսպես, պարոն Սաքունց, ինչպես է գնահատում Աբազյանի ազատումը առանց որևէ այսպես հիմնավորման, ինչքանով է կապված ընդհանրապես վերջին օրերի, վերջին ժամերի իրադարձությունների հետ, ձեր գնահատականը համեցեք։ Հաշվի առնելով երեկվա իրադարձությունները, ուղղակի պետք է հիմնավոր կասկած ձևակերպել եւ պնդել, որ եւ պնդում եմ, որ ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնից հեռացումը անմիջական կապ ունի երեկվա իրադարձությունների հետ։ Ինչով է պայմանավորված այդ կապը, արդյոք ազգային անվտանգության ծառայության պետը դեմ է եղել գործողություններին, թե կողմ է եղել, չեմ կարող ենթադրել, բայց որ պարզ է, ինչ որ հանգամանքներ չեն բավարարել վարչապետին եւ կամ ուզենեցել ավելի մեծ ակնկալիքներ, քան կարող էր կառույցը իրականացնել կամ կատարել հանձինս ազգային անվտանգության ծառայության պետի, դժվար է ասել, բայց որ ուղղակի կապ ունի, դա միանշանակ դա պնդում է։ Պարոն Սաքունց, ընդհանրապես վերջին շրջանի իրադարձությունների հետ նույնպես ինչպիսի կապ եք տեսնում, մասնավորապես օրինակ մենք տեսնում ենք շատերի գնահատմամբ, այսպես այս բոլոր գործողությունները հրահրվում են Ռուսաստանի Դաշնությունից, այստեղ քաղաքական հայտ ներկայացնող այսպես գործիչներ են ի հայտ գալիս, եկեղեցու շահերն են փորձում պաշտպանել, ձեր գնահատմամբ որքանով են այս բոլոր գործողությունները փոխկապակցված Ռուսաստանի Դաշնության հետ։ Եկեք այս վերջի շաբաթվա եւ հատկապես երեկվա իրադարձությունները եւ դրան նախորդած հրապարակային դիրքորոշումը, որտեղ որ ասում եմ պարզ երկնքում ամպրոպի նման հնչեց Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը, դրան մի քանի շերտերով անդրադառնանք, ինչու, որովհետեւ իրականության մեջ այնպես է ստացվում, որ կան ծայրահեղ պաշտպաններ եկեղեցու եւ նրան կապակցված կամ կապ ունեցող քաղաքական ուժերի եւ նրանց աջակիցների եւ մյուսը իշխանության դիրքորոշումների աջակցողների եւ սրանք ամեն մեկը ամեն մի կողմը իրեն ենթադրում է որպես բացարձակ ճշմարտության կրողը եւ այդ դիրքերից բացարձակ ճշմարտության դիրքերից հանդես գալը ել ավելի է մեծացնում ուրեմն մթնոլորտը եւ շատ հանգամանքներ, որոնք օբյեկտիվ են, որոնք կարևոր են երևույթները հասկանալու համար, աշկատող են առնում կամ մոռացության են տրվում եւ դա աղճատում է նաեւ երևույթների բում էությունը հասկանալը։ Մի քանի այդ շերտերից մի քանիսը։ Առաջինը նախ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյան։
Այսինքն այլ պետության գործարարը Հայաստանում ներդրում է կատարել կամ սեփականատեր է այնպիսի մի կենսական կարևոր կառույցի, որը հանդիսանում է Հայաստանի էլեկտրական ցանցերը, բաշխիչ ցանցը։ Բնականաբար նման կառույցները ունեն բացի զուտ որպես բիզնես գործունեություն, նաև քաղաքական նշանակություն, բայց երբ որ դրանք իրապես դառնում են քաղաքական գործոն, ապա դա դառնում է որոշակի անընդունելի։ Ինչու՞, որովհետև հիմա ես հիշեցնեմ, դուք երբևէ լսել եք, ասենք, Քրքորյանի կողմից կամ նույն Շարլ Ազնավուրի, որոնք նույնպես մեծ ներդրումներ էին կատարում, որևէ հրապարակային դիրքորոշում այս կամ այն քաղաքական ուժի կամ ներքաղաքական ինչ-որ իրադարձությունների հետ կապված։ Իհարկե ոչ, ինչի համար, որտեղ նրանք գիտեն, որ իրենք այո ունեն այստեղ ներդրումներ, Հայաստանի Հանրապետությանը աջակցում են, բայց երբեք չհանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէին կարող իրենց թույլ տալ որևէ նման ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշումներ ասելու, իհարկե գնահատականներ կարող են հնչեցնել, բայց դիրքորոշումներ արտահայտելու կամ այս կամ այն քաղաքական ուժին սատարելու կամ կառույցին սատարելու որևէ խոսք անգամ չէին կարող իրենց թույլ տալ, որտեղ ազատ էին, իրենք ազատ են, ինչպես ներդրումներ կատարելու, աջակցելու, այնպես էլ չաջակցելու եւ իրենց որևէ պետություն, անգամ իրենց պետությունները, որոնց քաղաքացին են հանդիսանում, նրանց իշխանությունները չէին կարող որևէ բան թելադրել։ Սա մեկ։ Երկրորդը ես ուզում եմ հիշեցնել լուսահոգի Լևոն Հայրապետյանին, որը նույնպես Ռուսաստանի ուրեմն մեծահարուստներից էր, ազգությամբ հայ, եւ բավական մեծ ներդրումներ էր կատարել Լեռնային Ղարաբաղում, Արցախում, շատ մեծ ներդրումներ, չթվարկեմ, եւ երբ որ նրան ձերբակալեցին, կալանավորեցին Ռուսաստանում, Ռուսաստանի իշխանությունները, ես չեմ հիշում, որ որևէ նախկին իշխանության, ներկայիս ուրեմն ընդդիմության ներկայացուցիչները կամ հենց նույն Ռուսաստանի հայ ցակումով բիզնեսմենները, մեծահարուստները, իսկ դրանք Ռուսաստանում կարող են լինել միայն օլիգարխներ, որտեղ իշխանության հետ առանց ռեժիմի, Պուտինյան ռեժիմի հետ առանց համաձայնության կամ դրանց առանց աջակցության նրանք չեն կարող որպես այդպեսին լինել։ Որովհետեւ ձայն չէին հանում, չէ՞, Լևոն Հայրապետյանին, երբ որ ազատազրկման վայրում մարդը մահացավ։ Չծպտուն ես չեմ հիշում։ Եվ ընդհանրապես որևէ Ռուսաստանի որևէ այդպես ազգությամբ հայ մեծահարուստ ծպտուն անգամ չի համարձակվի ասի Պուտինյան ռեժիմի հանցավոր գործողությունների վերաբերյալ, հանցավոր, այդ թվում նաև Հայաստանի հետ կապված։ Սա մի հանգամանք, որը ես կուզենամ եմ հաշվել, այսինքն են փաստարկները, որ իբր մեծ ներդրումներ եք կատարել եւ այլն, բայց նայել եք ներդրումներ կատարել։ Այդ ինչ չէիք բա խոսում։ Երկրորդը ես արձանագրում եմ, որ հայ առաքելական եկեղեցին ինքը հանդիսանում է այլևս ցավոք սրտի։ Ես դա շատ շուտվանից եմ զգուշացել, որ եկեղեցին պետք է իրեն դուրս դներ քաղաքականությունից եւ եկեղեցականները չպետք է քաղաքականության մեջ ներքաշվեն, որտեղ դրանով խոցելի են դարձնում եկեղեցին որպես կառույց հանրային ընկալման տեսակետից։ Ինքը եթե հավակնում է համազգային կառույց լինելու, ապա ինքը չպետք է որ այս կամ այն քաղաքական գործընթացներում այս կամ այն վարքագիծը կամ դիրքորոշում ունենալու։ Հիմա եկեղեցին այլևս հանդես է գալիս քաղաքական միավոր, ավելին այն, որ առնվազն 20 տարի պետության զարգացման ժամանակաշրջանում հանդիսացել է նաև իշխանության կարևոր ինստիտուտներից մեկը, ռեժիմի Քոչարյան, Սերժ Սարգսյան ռեժիմի կարևոր կառույցներից մեկը ինքը արձանագրում է ներկայիս իր վարքագծով, որ մնացել է որպես այդպեսին։ Եվ նրա նկատմամբ որևէ գործողություն, որը մենք
ես բազմիցս ասել եմ, որ եկեղեցու որպես միավորման գործերի միջամտությունը, այն միջամտությունը եւ այն գործիքները, որը կիրառում է վարչապետը դա միավորումների ազատության ներքին գործերին, միջամտությունը եւ սահմանափակում է, այնուամենայնիվ, որտեղ պետք է կիրառել իրավական մեթոդներ, բայց այն, որ եկեղեցին այլևս քաղաքական միավոր է եւ փորձում է հանդես գալ որպես համախմբողը տարատեսակ ուժերի, դա արդեն այլևս փաստ է։ Ես գտնում եմ, որ վարչապետի այդ արձագանքը Սամվել Կարապետյանի, որը հանդես է գալիս իբր հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի պաշտպան, դրան վարչապետի արձագանքը նույնպես համարում եմ ոչ իրավաչափ եւ այն գործողությունները, որ կատարվեցին 3 ոչ համաչափ։ Ընդամենը մեկ կար ինստիտուտ, դա Սամվել Կարապետյանին հայտարարել persona non grata, անցանկալի անձ եւ ժամանակ տալ հեռանալու եւ լքելու Հայաստանի Հանրապետության սահմանը գնա այն երկիր, այն պետություն, որի քաղաքացին է հանդիսանում եւ անթույլատրելի համարի, որ որևէ այլ պետության քաղաքացի ներքաղաքական եւ կապ չունի նրա ազգությունը միջամտի կամ նման միջամտություն անի Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական գործընթացներում։ Սա է իրավական ճանապարհ, persona non grata, անցանկալի անձ։ Հարցը ինչ չի, որ դա դիվանագիտական ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում, բայց մենք ունենք օրենքը անցանկալի անձ համարելու, որը կիրառվել է Ռուսաստանի Դաշնության կոնկրետ տարբեր ներկայացուցիչների նկատմամբ, հիշում ենք։ Եվ սա կլիներ ամենաիրավաչափը, բայց մի հատ ուրիշ հարց։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունում կան տարբեր այսպես կոչված հիվանդ տեղեր, ես նկատի ունեմ այնպիսի ծառայություններ, որոնց սեփականատերերը կամ որոնց կառավարողները որոշակի հարցեր առաջացնում են, հենց թեկուզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հարաբերություններով։ Հեծը, ասենք, հիմա ազգայնացման մասին է խոսքը։ Բայց ինչի՞ չէին 5 տարի առաջ, 3 տարի առաջ խոսում։ Այսինքն, արդյոք հեծի ազգայնացումը, որը պետք է արվեր անկախ նայած թե ուրեմն Սամվել Կարապետյանն է սեփականատեր, թե Ռոնալդոն, ասենք, ինչու այդ հարցը չի լուծվում, որտեղ այստեղ ակնհայտ է գալիս, որ ազգայնացման գործիքը էլի քաղաքական նկատառումներով է կիրառվում, այն դեպքում, երբ որ կոնցեպտուալ հարցով, այո, բոլոր այն ինստիտուտները Հայաստանի Հանրապետության տնտեսական ես նկատում կարևոր կառույցները, որոնք գտնվում են Ռուսաստանի ձեռքին, պետք է ազգայնացվի։ Սա պետք է ստանդարտ լինի։ Եվ այդ առումով օրինակի համար, ինչու հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը նույնպես չվերցնել։ Ինչա բավարարում է կառույցը կամ Ռուսաստանի Դաշնության այդ 102-րդ ռազմական բազան, որ Հայաստանի տարածքում է, եւ տեսանք Գյումրիու այդ փոթորիկներից հետո ինչպիսի պատրաստակամությամբ, բազայի հրամանատարություն առաջարկեց իր ծառայությունը, որտեղ տեսա, որ դիմում կա այն իշխանությունը տեղական, որի հետ ինքը շատ ավելի համահունչ է զգում, բայց մինչ այդ մենք չենք տեսել ռազմական բազայի կողմից որևէ նման առաջարկ, ասենք թե նախորդ իշխանություն, միջ հեղափոխությունից հետո նախորդ դիմերի իշխանությունների ժամանակ նույն Գյումրիում։ Արդյոք ռուսական բազայի գտնվելը Հայաստանի Հանրապետությունում կամ նման ուրեմն վերաբերմունքը ունենալով բազմակտիվ հարցեր, նույնպես խնդիրներ չի առաջացնում անվտանգության տեսակետից կամ ընդհանրապես թույլատրելիության տեսակետից, մանավանդ որ այդ ռուսական բազայի հրամանատարը մինչ այժմ Ռազգիլձեևին, որը մեղադրվում է Ջուլիետա Ղուկասյանի
նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, որի հետևանքով նա մահացել է, մինչև հիմա թույլ էլ չի տալիս, որ ներկայացնեն Հայաստանի Հանրապետության դատարան, այսինքն նա պահում է ռուսական բազայում եւ հեռավար է մասնակցում դատական նիստերին։ Սա խնդիր չէր առաջացնում, ինչու՞ չէիք առանց արձագանքում այդ հարցերին։ Այսինքն ուշացած են եւ հատվածական այս քայլերը, պարոն Սահքունց, որովհետեւ վարչապետի խոսքը ասում է, օրինակ մասնավորապես ես ուզում եմ հեծի մասով նրա խոսքը, հա, մեջ բերել, ասում է հասունացել է պահը, այսինքն հիմա է հասունացել, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի, դա պետք է տեղի ունենա արագ եւ իր հանձնարարականն է փաստորեն հեծի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը։ Տիկին Սիրանուշ, ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Հախուռն, էմոցիոնալ, պահի տակ որոշումների կայացման մեթոդը չի կարող համարվել արդյունավետ եւ ընդունելի կառավարում։ Նման կերպ որոշումներ չի կարելի կայացնել։ Որոշումները չի կարելի հատվածային կայացնել։ Որոշումները պետք է հիմնվեն հայեցակարգի կոնցեպտուալ մոտեցման հիման վրա։ Անկախ նրանից ենթադրենք թե դա դրա սեփականատերը կամ ենթադրենք ինչով է պայմանավորված, հա, կոնկրետ թե ում է պատկանում այս կամ այն ոլորտը։ Հիմա կներեք վիոլա ջրից գոհ է։ Ես վիոլա ջուրն էլ է բան արեք, սեփականաշնորհեք, ջրի մատակարարման ցանցը խայտարակ վիճակի մեջ է։ Ինչու այդտեղ էլ չի կատարվում այդ նման ազգայնացման կամ սեփականատիրոջ փոփոխման գործընթացը։ Հասկանում եք, այսինքն, այստեղ հոմենակ էլեկտրական մատակարարման հետ կապված հարցեր չկան։ Բայց երբ որ գալիս է, որ կոնկրետ ինչ-որ մեկը, որը անթույլատրելի վարքագիծ է գործադրում, Հանձինս Սամվել Կարապետյան, դու ինքը իրավունք չունի ընդհանրապես խոսելու։ Մեկը ինքը չի էլ համարձակվի մի ծպտուն անի իր քաղաքացիության պետությունում հենց այն ոտնձգությունների դեմ, որը ես թվարկեցի առնվազն գոնե Լևոն Հայրապետյան, նկատմամբ, էլ չեմ խոսում մարդու իրավունքների կամ ինստիտուտների նկատմամբ այդ ոտնձգությունների մասին, որտեղ ինքը այդ պետության քաղաքացի, Նեմցովի սպանության մասին խոսք ասեց։ Խաթարկովսկին հիմա արտասահմանում գտնվում, փախել է մի կերպ երկրից, հա, Ռուսաստանի Դաշնությունից։ Բայց ինքը ո՞նց է այնտեղ մնում։ Կամարա Աբրահամյանը ո՞նց եք մնում։ Ու հետո գալիս եք Ռուսաստանից մեզ ուրեմն փրկելու, գնացեք ձեր քաղաքացիության երկիրը փրկեք։ Թե այնտեղ կարելի է, իսկ այստեղ Հայաստանում կարած խոսած, բայց ընդ որում ոչ միայն խոսած, այլ հաթաթայել տաս, բայց այսքանով հանդերձ վարչապետը, այսինքն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը նույնպես նման անթույլատրելի երևույթների նկատմամբ եւ վարքագծի նկատմամբ անթույլատրելի նման վարքագծով չպետք է մոտենալ։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է։ Կա խնդրեմ, բայց այդ խնդրեմի լուծման իրավական գործիքները թողած անթույլատրելի մեթոդներ է կիրառում, որը ել ավելի է խորացնում իրավիճակը։ Տեսեք, բազմաչարչար այդ բազմիցս կրկնած պահանջած այդ պետության զավթման քաղաքական, իրավական, գնահատական տալու փոխարեն հատվածային այսպիսի մոտեցումներով, հախուռն որոշումներով, քաղաքական, տեսեք ոնց է, կրիմինալը հանդես է գալիս որպես քաղաքական սուբյեկտ, ու դու փոխանակ այդ կրիմինալի վարքագիծի դեմը առնես, կանխես իրավական մեթոդներով, դու քաղաքական գործողություններ ես կատարում անթույլատրելի իրավական միջոցներով։ Սա ուղղակի ամբողջ կառավարման համակարգը դարձնում է բավական ցնցումային։ Որտեղ իրավական պետությունում կարող է կիրառվել միայն իրավական միջոցներ։ Կամ, գիտեք, խոսքը, որը ամենամեծ ազդեցությունը ունի, այդ խոսքի արժեքը չի կարելի նվազեցնել։ Որտեղ ընդամենը պետք է հայտարարությամբ հանդես գալ, եւ դա պետք է աներ, ասենք, ազգային անվտանգության ծառայության պետը, հայտներ, որ անթույլատրելի է որևէ այլ պետության քաղաքացու կողմից Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների հետ կապված, ուրեմն նման հաթաթա տալը
Եվ հայտնում ենք, որ 24 ժամվա ընթացքում կամ 10 ժամվա ընթացքում լքում է Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այսինքն այս առումով ԱԱԾ պետը թերացել է, դրա համար էլ հեռանում է պաշտոնից։ Ես չգիտեմ թերացել է թե չէ, որովհետև այս մարդեն չեմ կարող պատկերացնել, այսինքն հիմա թերացել է թե չի թերացել, կներեք։ Բայց խնդիրը կանում է, ես ասում եմ, իրավական միջոցը, չէ՞։ Բայց երբ որ նայում ենք թե, ասենք նույն հիմա եկեղեցու հարցն է, չէ՞, որովհետև այս ամեն խոսակցություն եղավ եկեղեցուն։ Չգիտեմ, այս ուշադրություն դարձրեցիք թե չէ, ինչ որ եկեղեցականներից մեկը շատ հետարքիր ճակերտներով բան ասավ եկեղեցին միշտ եղել է ու կա անկամ պետությունը կարող չլինի էլ։ Պատկերացնում եք, այսինքն հայ առաքելական եկեղեցու սպասավորը կամ ծառայողը հայտնա, որ եկեղեցին ավելի կարևոր է, քան թե պետությունը։ Սրա հետ կապված հարց չկա ասելու։ Ասեք թե նման կարծիք ասողին կամ նման մոտեցում ասողը թույլատրելի է հայ առաքելական եկեղեցու համար, որ ինքը լինի շարունակի լինել որպես հայ առաքելական եկեղեցու սպասավոր։ Այսինքն Հայաստանի Հանրապետության հետ եկեղեցին հավերժ։ Բայց կներեք այդ դեպքում առանց պետության հայ առաքելական եկեղեցուն ում է պետք, ում հետ է աշխատելու։ Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Պարսկաստանի հետ, ում հետ։ Այսինքն իր համար պետությունը արժեք չի, չէ՞։ Ես այս հարցերին պետք է անդրադառնալ։ Եվ նույնիսկ եմ կրկնում, խոսքի արժեքը չպետք է այս աշճան նվազեցնել, երբ որ դուք պետք է խոսքին հակադարձես խոսքով։ Եթե կան իրավական խնդիրներ կամ կան խնդիրներ, որոնք իրավական լուծում են պահանջում, ապա կիրառես հենց իրավական մեթոդները եւ գործիքները, ոչ թե անթույլատրելի, անհամաչափ եւ ոչ իրավաչափ միջոցները։ Պրոբլեմը չի կարելի հաղթահարել պրոբլեմ ստեղծելով։ Պարոն Սաքունց, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, օրինակ Կիրիենկոյի նշանակումից հետո մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով փոփոխություններ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում չեն նկատվում, կարծեք հին իներցիան պահպանվում է եւ նույն օրինակ ուզում եմ անդրադառնանք ռուսական հեռուստաալիքների, այսպես հակահայկական, ընդհանրապես Հայաստանի պետականությանը դեմ արվող հայտարարություններին ու նաեւ մեր լռությանը ես հենց նախորդին տեղի ունեցածի մասին եմ ուզում խոսենք, ի վերջո սա պիտի հիմք հանդիսանա հայկական մուլտիպլեքսից ռուսական ալիքների դուրսբերման։ Տեսեք, մենք խոսում ենք օրինակ հեծը ազգայնացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ այս ուղղությամբ ինչու են մեր քայլերը այսքան պասիվ, երբ կոնկրետ այդպիսի հայտարարություններ են հնչում, նախորդին տեղի ունեցածն էլ դրա վառ վկայությունն է, համեցեք։ Տեսեք, ես ուղղակի պետք է հիշեցնեմ, որ ժամանակին հասարակական կազմակերպություններս մի քանի հայտարարություններ էինք տարածել։ Այդ թվում նաև Եվրոպական միության արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից, որ պետք է դադարեցնել ռուսական հեռուստատեսության հեռարձակումները Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչու՞, որովհետև այդ հեռուստատեսությամբ ատելությունը, թշնամանքը, ապատեղեկատվությունը, պատերազմի պրոպագանդումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ օրենսդրությամբ քրեորեն հետապնդելի գործողություն եւ հակասում են Հայաստանի Հանրապետության ուրեմն օրենսդրությանը։ Վերջ չի արվել ու չի էլ արվում։ Ինչու՞։ Հիմա պետք է առանձին անդրադառնալ, ինչու՞ չի Ռուսաստանի դեսպանը կանչվում արտաքին գործերի նախարարություն եւ նոտա ներկայացնում նրան, որ ձեր ամբողջ պետական լրատվական միջոցը տարիներ շարունակ տարածում է այդ պատերազմի կոչը, թշնամանքը, եւ ատելության խոսքը։ Ինչու՞ չի բանալվում։ Ինչա Ուկրաինայի նկատմամբ երբ որ արվում են, դա թույլատրելի է, Հայաստանում։ Գիտեք, ամբողջ այդ խոսույթի բուն հենքը կայանում է նրանում, եւ դրա կրողն է հանդիսանում նաեւ ազգությամբ հայ Ռուսաստանի այդ օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները, որ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է շարունակաբար եւ այնտեղից կարող են Կենտկոմի բյուրոյի, հայտնի դասականը ասում էր, հո Եվրոխորհուրդը մեզ համար բանը պոլիտբյուրո չի,
որտեղ իրանց համար պոլիտբյուրոն է Կրեմլը։ Եվ այդ պոլիտբյուրոյի եւ նրա սպասավորների հպատակների համար Հայաստանը շարունակում է ընկալվել որպես գաղութ, որտեղ կարող են իրենք գաղութային, մետրոպոլիայի որպես ներկայացուցիչ ինչ ասես ուզես անեն։ Այն ինչ որ Ուկրաինայի դեպքում դա դրսևորվեց ագրեսիայով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ։ Մեր մոտ էլ է հիմա ագրեսիա գնում։ Անպայման թեժ կրակով եղնի։ Որտեղ հենց որ ինքնուրույնության ինչ-որ քայլ ես կատարում, ապա անմիջապես այդ ամբողջ օլիգարխիկ ռեժիմը Կրեմլի եւ նրանց էթնիկ հայ ներկայացուցիչները, նաեւ տեղական, ուրեմն ներկայացուցիչները ուղղակի հարձակվում են պետության ինքնիշխան որոշումների կամ ինքնիշխան վարքագծի վրա։ Այո, եկեղեցին օլիգարխիկ կառույց է եղել պետության զարգման ժամանակահատվածում։ Պետության զարգման ուրեմն ինստիտուտներից մեկն է հանդիսացել եւ շարունակում է հանդիսանալ որպես այդպիսին իր դերակատարումը կատարել եւ ոչ թե մնալ ազգային կառույց։ Եվ նրան աչակցողները ոչ թե աշկերը ուռել է եկեղեցու համար։ Չէ, եթե եկեղեցու համար ուռել կմտածեն թե ոնց անենք որ եկեղեցին դապես որպես համազգային կառույց մնա, ոչ թե դառնա ներքաղաքական ուրեմն բանավեճի կամ մրցակցության մի սուբյեկտ։ Նրանց նպատակը շարունակել ճնշումը գործադրել Հայաստանի վրա, իրենց համար Հայաստանն էլ նշանակություն չունի։ Եթե եկեղեցու սպասավորի համար պետությունը նշանակություն չունի, կարող է եկեղեցին, այդ նրանց սատարողների համար էլ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի որպես այդպեսին։ Կարևոր արժեքը եկեղեցին, որի համար դե գիտեք այդ եկեղեցին հիմա Ստամբուլում կենթարկվի Թուրքիային, Ռուսաստանում կենթարկվի Կրեմլին, Ռուսաստանին եւ ինչ։ Սա է ամբողջ ուրեմն իրենց իդեոլոգիան։ Այստեղ չկա Հայաստանի պետության։ Դուք լսեցիք մի հատ պետության մասին խոսք Սամվել Կարապետյանի խոսույթում։ Պետություն հասկացություն Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի եւ իդեպ դա այն օլիգարխն է ռուսական, որի նկատմամբ Միացյալ Նահանգների ֆինանսական դեպարտամենտի կողմից սանկցիաներ ա կիրառված, որպես պուտինյան ռեժիմ կարկառուն ներկայացուցիչ։ Հիմա դուք ինձ կարող եք կամ որևէ մեկը համոզի, որ նա ուրեմն առանց Պուտինի հրահանգի քայլ կկատարի, կամ ինչի հենց հիմա կատարեց այդ քայլը։ Բայց նույնիսկ եմ կրկնում, անթույլատրելի քայլերի նկատմամբ չի կարելի կատարել անթույլատրելի գործողություններ։ Սա բազմիցս ենք նշել, հանցավոր գործողությունների կանխման համար գործիքակազմը չի կարող լինել քրեորեն հետապնդելի գործողություն կամ անօրինական գործողություններ, ավելի ճիշտ տվյալ դեպքում։ Persona non grata հայտարարի անցակալյանց ու հեռացրա վերջ։ Եվ հստակ դիրքորոշում արտահայտի։ Պարոն Սաքունց, ստեղծված իրավիճակում ինչպիսի վտանգներ եք տեսնում, նկատի ունեմ ներքաղաքական իրավիճակը գնալով էլ ավելի է սրվում, դրանից առաջ էլ հիշում եք Հովիկ Աբրահամյանի հետ ուրեմն տեղի ունեցածը, ինչ է ստացվում, նախընտրական 26 թվականից առաջ շողակը ավելի է սեղմվելու, նույն այսպես տարբեր դերակատարների եկեղեցու քաղաքական մյուս, այսպես ասած, տեսեք Այո, 2026 թվականին նախորդած ժամանակահատվածում շատ թեժանում է եւ ավելի է թեժանալու ցավոք սրտի այս մթնոլորտը։ Ակնհայտ է, որ Կրեմլը եւ նրա ուրեմն հպատակ ուժերը ամբողջ ռեսուրսներով օգտագործվելու են 2026 թվականին միջև նույնիսկ կարող է հասնելը Հայաստանում անկայունություն ձևավորելու համար առնվազն։ Եթե իշխանապողության չհասնեն, ապա առնվազն այնպիսի անկայունություն պարարթող, որ իրենք ազատարար 11-րդ բանակով գան ասեն, գիտեք, դուք չեք կարող ձեզ կառավարել, մենք պետք է ձեզ փրկենք։ Իրենց իսկ կողմից այդ քաոս ստեղծված քաոսի վիճակը ստեղծելուց իբր թե մեզ դուրս բերելու կամ մեզ փրկելու նպատակով։ Պարզա չէ, մի ձեռքով այդ անկայունությունն է ստեղծում, մյուս ձեռքով ասում, գիտեք ոնց է, եկել ենք ձեզ փրկելու։ Եվ այս պարագայում իշխանության էմոցիոնալ ոչ հիմնավոր շատ դեպքերում հիմնավոր ես նկատում իրավական տեսակետից ոչ գրագետ ոչ համակարգային մոտեցումը
ինքը կարծես թե լցնում է այդ քաոսը ստեղծելուն ուղղված գործողությունների ջրաղացի վրա ջուր։ Մեր ամբողջ ողբերգությունը սրա մեջ է։ Երբ որ փորձում են անկառավարելի վիճակ ստեղծել, դու չպետք է թույլ տաս, որպեսզի անկառավարելի եւ սպոնտան հախուռն վարքագիծ դրսևորես, որտեղ դա իրենց նշանակում է նրանք հասնում են իրենց նպատակին, քեզ հավասարակությունից հանելու։ Եվ այս առումով իհարկե բավական լուրջ մտահոգիչ բան կա, որ պետության ինքնիշխանության, անվտանգության մարտահրավերները պահանջում են adekvat, գրագետ, զուսպ, մտածված կառավարում կանխելու համար այդ մարտահրավերները, կիրառելով անհրաժեշտ իրավական բոլոր գործիքները։ Լավ, հասկացանք, վեթինգը չարեցիք, զավթմանը գնահատական չտվեցիք, բայց հատ-առ-հատ այսպիսի լուծումներ առում։ Գիտեք ոնց է, պատկերավոր ասեմ, միտեղ մի հատ տան մեջ մի քանի տեղ աղբեր կան, աղբ։ Այս մի աղբը, որ հոտում է, սկսում է հոտ արձակել, սկսում ես դա մաքրել։ Դե ասում ես, թե հա դե մնացած է, հոտ չի գալիս, աղբը այլի թող մնա։ Հետո մյուսն է սկսում հոտել, ասում ես, լավ սրանել հանեմ։ Դուսեք, դուրը պետք է մաքրել այդ ամբողջ աղբից, չսպասելով, որ նա հակասանիտարական վիճակ ստեղծի։ Օրինակի համար գույքագրվել է, թե գույք պարտքի դիմաց այդ հայտնի հրեշավոր գործակով ինչ սեփականությունն է գտնվում Ռուսաստանի ձեռքում եւ այդտեղ ինչ վիճակ է։ Ինչի՞ չեք այդ բոլոր ազգայնացնում բա։ Ինչի՞ չեք վերցնում բա։ Ինչի՞ չեք այդ գույք պարտքի դիմաց գործարքի իրավական հիմնավոր, այսինքն հասկանում եք ոնց է, կան գրագետ իրավական հիմնավորված քայլեր։ Ապօրին ճանապարհով ձեռք բերված գույքի ինստիտուտը ինքը շատ կարևոր ինստիտուտ է, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ դիմադրությունը մեծանում է, բայց դրա համար պետք է նաև շարունակես ոչ թե մաս-առ-մաս, այլ իսկապես այն առաջնային կարևոր կետերը, որոնք ինստիտուցիոնալ նշանակություն ունեն։ Օրինակի համար շատերը հիմա մոռացության տես, նույն հանրապետական կուսակցությունը։ Այդ կառավարման 20 տարիների ընթացքում կուսակցությունը, որ մասնավոր իր սեփականություն ունի, կուսակցությունը սեփականություն ունի, անշարժ գույքեր լիքը։ Ընդ որում այնպիսի գույքեր, որ պետական գույքը սեփականաշնորհել են կամ մասնավորեցնել են տվել են կուսակցության, հետո կուսակցությունը վարձով տալիս է պետական հիմնարկին, որպեսզի այդ վարձակալության վարձակալված տարածքում աշխատի։ Այս հարցերը ով պետք է լուծեր։ Մեռանք ասելով։ Գիտեք, երբ որ խոսում են քաղաքական հետապնդման մասին, մի կուսակցություն, որը գերագույն մարմնում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գագիկ Ծառուկյանին ստիպեցին հրաժարական տալ կուսակցության նախագահի պաշտոնից, հիմա այս հետապնդողները բերանները փրփուր առաջ խոսում, լսեք հանգստացեք։ Այդ ժամանակ ես էի ասում, որ դա քաղաքական հետապնդում է, հետո դու ստիպում ես մի քաղաքական ուրեմն կուսակցության ղեկավարին հեռանալու պաշտոնից եւ նաեւ ստիպելու որ չմասնակցի ընտրություններին։ Բայց Սամվել Կարապետյանը ինչ քաղաքական գործիչ է։ Եկեղեցին ինչ քաղաքականության մեջ գործ ունի անելու։ Այդ ինչ եք տենց միանգամից ոգևորվել։ Բայց այսքանով հանդերձ միանշանակ եմ ասում, անթույլատրելի է ոչ իրավական վարքագծի նկատմամբ ոչ իրավական մոտեցումներ ցուցաբերելը, սա է։ Այնպես որ թող երկու կողմն էլ իրապես մի քիչ բան անեն։ Եվ նրանք էլ լավ օգտվում են մյուս կողմը։ Սխալներից լավագույնս օգտվում են։ Դե ասում են, թե մենք կատարում ենք քայլեր, հրահրում ենք, պրովոկացիա ենք անում, ինքն էլ վերցնում է, արձագանքում է ոչ իրավաչափ ձևով, մեր ուզածն է։ Իսկ իրանց արածները մոռացել են։ Հետո կփորձեն մեզ բան անեն, մեղադրեն, հա։ Այդ որոտ էիք խոսում։ Հիմա շատ ճամարտակողները այդ բանի ԲՀԿ-ի ժամանակ բերաններ ջուրերի կար, ԲՀԿ-ականների մեծ մասը նույնիսկ, որ հիմա մեզ ճամարտակում են։ Հիմա այն ենք խոսում։ Բայց սա քաղաքական հետապնդում անվանել այլ երկրի քաղաքացու կողմից,
կոպիտ միջամտությունը անթույլատրել է, բայց ոչ իրավաչափ է, այո։ Չպետք է գնային խուզարկություն կատարեին։ Անթույլատրել է այդ խուզարկություն կատարել։ Կար բան, անցանկալի անցուվերջ, եւ բոլոր այն քաղաքացիները այդ երկրների դեպարզա տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունից է, որտեղ չեմ տեսել։ Կամ էլ կարող է մի քանի եվրոպական երկրներից գան այստեղ ակտիվիստներ, հա, այդտեղ գալիս են այստեղ սեզոնային բան է, հա, սեզոնային ակտիվություն դասում, հետո թողում գնում, դա էլ գիտենք։ Բոլորը պետք է համարել անթույլատրելի։ Գնացեք ձեր երկրներում, պետություններում բան արեք։ Քաղաքական գործունեությամբ զբաղվեք, եթե կարող եք։ Պարոն Զաքունց, շնորհակալ եմ զրույցի համար։ Հաջողություն ձեզ։ Հիշեցնեմ, զրուցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Զաքունցի հետ։ Կհանդիպենք։